Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ճանապարհը դեպի Վայոց ձորի մարզ ձգվեց, քաղաք Վայք։ Օրվա հյուրը կոմպոզիտոր Մարինե Օթարյանն է։ Մարինե Օթարյան, կոմպոզիտոր, ծնվել է 1969 թվականին Սպիտակում։ 1992-ից 1997 թվականներին սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի կոմպոզիցիայի բաժնում, Ստեփան Լուսիկյանի դասարանում։ 1996 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենն է, գիտական խորհրդի նախագահը։ 2007 թվականին թանգարանների կառավարման վերապատրաստման կուրսեր է անցել ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում, USAID-ի համայնքային կապեր ծրագրով։ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում Օթարյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրականացվել են 50-ից ավելի ժամանակավոր ցուցադրություններ, մի շարք գիտակրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ։ Թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանս «Ձայնասկավառակը», զեկուցումներով հանդես է եկել գիտաժողովներում, Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը ներկայացրել Հայաստանում, ԱՄՆ-ում, Լիբանանում և այլուր։ Հեղինակել է 1 տասնյակից ավելի երգեր և ստեղծագործություններ, այդ թվում «Սպիտակ քաղաքի օրհներգը»։ Ստեղծագործական հանդիպումներով և համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Լիբանանում և այլուր։ 2012 թվականին Մարինե Օթարյանն արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը, ցուցաբերած բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ իմ մեծ ուրախությունը հայտնեմ, որ այսօր ինձ Քո արվեստը դպրոցում այս հրաշալի նախագիծը հնարավորություն է տվել լինելու Հայաստան աշխարհի այս գեղատեսիլ վայրում, Վայքում, որտեղ գալիս ամբողջ ճանապարհին հիանում էի Վայքի հրաշալի բնությամբ։ Եվ երևի թե առաջի բանը, որ կլինի ձեզ ասել, երանի ձեր աչքերին, որ ամեն օր տեսնում եք այս հրաշալի Հայաստան աշխարհի այս հրաշալի բնությունը, այս հրաշալի վայրը։ Ես Մարինե Օթարյանն եմ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը։ Երևի արդեն կռահեցիք, որ մենք այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր բնագավառից, թանգարանային աշխարհից։ Հիմա եկեք հասկանանք թանգարան երևույթի մասին։ Ընդհանրապես այսպես է, երբ որ ձեզ ասում են կդառնաք թանգարանագետ, դուք մտածում եք այդ մի հատ շատ խիստ մասնագիտություն է, չէ՞։ Տենց մի հատ շատ իրենից բարդություն պահանջող մասնագիտություն է։ Բայց առհասարակ թանգարանը այդ այն վայրն է, որտեղ տարբեր մասնագիտությունների մարդիկ կարող են աշխատել։ Հիմա ես ձեզ կասեմ թանգարանների տեսակները, եւ դուք արդեն կհասկանաք ինչ մասնագիտություններ կարող եք ունենալ եւ թանգարանում աշխատել։ Նայեք, կան երաժշտական բնույթի թանգարաններ, կան պատմական, երկրաբանական, պատկերասրահներ, չէ՞։ Ես ուզում եմ ձեզ հիմա մենք այսպես մտածենք, եթե մենք ուզում ենք ստեղծենք թանգարան, ինչ պիտի ունենանք սկզբի համար։ Սկզբի համար պիտի ունենանք այն հարուստ նյութը, որի հիման վրա պետք է ստեղծենք թանգարանը։ Դա կարող է լինել հնիաբանական այդ պեղումներից ստեղծված նյութեր, պատմական նյութեր, դա կարող է լինել գրողի, երաժշտի, որևիցե մի արվեստագետի թանգարան, նկարչի, չէ՞։ Այսինքն մենք նյութեր, առաջի բանը որ պիտի անենք, մենք պետք է հավաքենք նյութերը։ Իսկ նյութերը ովքեր են հավաքում։
նյութերը հավաքում են գիտական աշխատողները, որոնք ունեն համապատասխան մասնագիտացում, հա? Օրինակ երաշտագետներ երաշտական թանգարանի պարագայում։ Տեսեք, այստեղ մենք ունեցանք երաժիշտ, որը կարող է ներգրավել թանգարանի ստեղծման գործում։ Հավաքեցինք նյութերը, բերեցինք, գիտաշխատողները ինչ են անում։ Գիտաշխատողները ուսումնասիրում են, տալիս են այդ նյութերի պատմությունը, ինչ պատմություն ունի այդ նյութը, ով է ստեղծել, ով է հեղինակը, որ ժամանակաշրջանի գործ է դա, եթե որևիցե իր է կամ որևիցե գրողի ստեղծագործություն է, իր ձեռագիրն է կամ կոմպոզիտորի նոտաներն են, երբ է գրել, այսինքն մենք այստեղ անում ենք արդեն ուսումնասիրման աշխատանքը, համապատասխան մասնագետների ներգրավելով։ Երբ որ արդեն նյութը ուսումնասիրում ենք, գրանցում ենք, հանձնում ենք մի շատ կարևոր մարդու թանգարանի կյանքում դեր ունեցող, դա ավանդապահն է, նորանունն է, իսկ մեզ հայտնի է որպես ֆոնդապահ անունով։ Ավանդապահները դրանք պահպանում են թանգարանի ֆոնդերում։ Իսկ մյուս փուլը գալիս է շատ կարևոր փուլ։ Ինչ ենք անելու այդ նյութը։ Այդ նյութը ոչ ենք տանելու դարակներում պահենք։ Այդ նյութերը հայտնաբերվում է ում համար։ Հանրության համար։ Եվ հենց այստեղ է, որ թանգարանը ունի իր կարևոր դերը, որն է կամուրջ անցյալի եւ ներկայի միջև։ Հիմա, եթե մի որևիցե օրինակ, եկեք ես Ալեքսանդր Սպենդիարյանի օրինակով խոսեմ։ Եթե Ալեքսանդր Սպենդիարյանը իր թողած ժառանգությունով պատկանում է 19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարասկիզբ, մենք արդեն 21-րդ դարում ենք։ Վստահաբար ոչ ես եւ ոչ էլ դուք Ալեքսանդր Սպենդիարյանին չեք ճանաչելու, չեք տեսել, չեք առնչվել։ Ուրեմն ինչ ձևով պիտի ծանոթանաք նրան։ Նրա թողած ժառանգության միջոցով, նրա ձեռագրերի, նրա նոտաների, նրա ստեղծագործությունների, նրա անձնական իրերի, ինչպես որ դուք եկել եք թանգարան եւ տեսել եք այդտեղ նրա անձնական իրերը, ջութակները, դաշնամուրը։ Հիմա մենք չենք կարող այդ նյութերը հենց այնպես տանել դնել ինչ-որ միտեղ, առանց գեղագիտական ձևավորման եւ դա մեր այցելուներին մատուցել։ Չենք կարող, չէ՞։ Այստեղ մեզ ով է գալիս օգնության։ Գիտաշխատողը իր գործն արել է արդեն։ Ովքեր։ Հետազոտողն էլ արեց արդեն իր գործը։ Նկարիչ, ձևավորողները, որոնք պետք է այդ նյութը իր ամբողջ տեղեկատվությամբ այնպես գեղեցիկ մատուցեն ձեզ հասարակությանը, որ մարդ կարողանա հասկանալ, թե իր առջև ինչպիսի արժեք է դրված։ Ճիշտ է։ Մենք մի մասնագիտություն էլ ներգրավեցինք թանգարանում, ուրեմն նկարիչներ եւ ձևավորողներ։ Ճիշտ է երեխաներ։ Լավ, թե վատ, մենք այս նյութը ձևավորեցինք, դրեցինք, էքսկուրսիոն պլանը գրեցինք, ձևավորման պլանը գրեցինք եւ թանգարանը ստեղծվեց։ Ցուցադրությունը կա, ում է սպասում, ցուցադրությունը սպասում է մարդկանց, այո, այցելուին, շատ ճիշտ եք։ Հիմա դուք եկաք թանգարան, ձեր առջև թանգարանային արժեք է, շատ գեղեցիկ ձևավորված դրված, ինչ եք ակնկալում։ Ում եք ակնկալում, որ մասնագետին։ Ներկայացնողի, որի անունն է էքսկուրսավար, ով ձեզ համար պետք է վարի էքսկուրսիան։ Մի մասնագիտություն էլ եկավ թանգարան։ Հիմա հասկանում եք ինչքան լայն են թանգարանում աշխատող մարդկանց մասնագիտությունները։ Իսկ էքսկուրսավարները վստահ պետք է ունենան շատ գեղեցիկ խոսք, գրական հայերենով, եթե էքսկուրսիան հայերեն է, անշուշտ մենք ունենք նաև օտար լեզուներով էքսկուրսիաներ։ Եվ գեղեցիկ կեցվածք, եւ ես միշտ մեր էքսկուրսավարներին ասում եմ, որ մեր թանգարանի եւ առհասարակ աշխարհում բոլոր թանգարանների դեմքը դրանք էքսկուրսավարներն են, որտեւ այցելուն երբ որ գալիս է տոմսը վերցնում է մտնում է թանգարան, առաջին մարդը, որ ինքը տեսնում է, դա էքսկուրսավարն է։ Եվ նա այնքան պետք է գեղեցիկ կեցվածքով, ձայնով եւ այնքան գրավիչ պետք է լինի, որ այցելուն երբ որ թանգարանից դուրս գա,
ցանկանա նորից ետ գալ նրանից տեղեկություն լսելու, նա գիտակ պետք է լինի, նա ամեն ինչ պետք է իմանա թանգարանում ցուցադրվող թանգարանային արժեքների մասին։ Ահա, եւս մեկ մասնագիտություն։ Իսկ ես ձեզ ասեմ նաեւ, որ էքսկուրսավարները այդպիսի մասնագիտություն չկա, որ դուք ընդունվեք որևիցե համալսարան եւ էքսկուրսավարի մասնագիտություն ստանաք։ Դուք կարող եք լինեք գրականագետ, այսինքն կարող եք համալսարան կամ մանկավարժական, որևիցե ինստիտուտում ստանալ հայոց լեզվի եւ գրականության մասնագետ դառնալու այդ մասնագիտությունը ստանալ։ Կարող եք երաժշտագետ լինել։ Դուք կարող եք պատմաբան լինել, դուք կարող եք լեզուների մասնագետ լինեք։ Պարզ է, չէ, որ օտարազգի որևիցե մեկը, որ եկավ, հայերեն լեզվով էքսկուրսիա չենք մատուցելու։ Հա, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, եւ հիմա տեսեք եւս մի մասնագիտություն եկավ թանգարան, մի քանի մասնագիտություններ եկան թանգարան աշխատելու։ Մենք այսքանով ամփոփում ենք, էքսկուրսավարով ամփոփում ենք մեր թանգարանի մասնագետների, հա, այդպես շրջանակը, ովքեր կարող են աշխատել թանգարանում, հուսով եմ, որ դուք արդեն հասկացաք, որ թանգարանը մի այդպիսի ընտանիք է, որտեղ հավաքվում են տարբեր մասնագիտությունների մարդիկ։ Ինչու այսպես մանրամասը ասացի, որովհետև ես օգտագործելու եմ ձեր ներուժը այսօր, այդպես, եւ մենք միասին փորձելու ենք մեկ ցուցանմուշի պատմություն հենց այս փոքրիկ եւ այս սիրունիկ բեմում մեկ ցուցանմուշ ներկայացնենք, այստեղ մի փոքրիկ թանգարանային անկյուն ստեղծենք։ Իսկ հենց հատուկ դրա համար ես ինձ հետ Երևանից, Սպենդիանի տուն թանգարանից բերել եմ մի շատ հետաքրքիր ցուցանմուշի կրկնօրինակ, իհարկե դուք գիտեք, որ բնօրինակները շատ դժվար են եւ ընդհանրապես շատ չի թույլատրվում իրենց տեղերից անել, բայց ես բերել եմ կրկնօրինակը, իսկ այդ գործիքի պատմությունը ուզում եմ, որ անպայման իմանաք, նրանք, ովքեր արդեն եղել են մեր թանգարանում, մանրամասը գիտեն այդ գործիքի մասին, պատմությունը կայանում է հետևյալում։ 20-րդ դարասկզբին 1905 թվականին, երբ որ Ալեքսանդր Սպենդիարյանը, կոմպոզիտորը գրում է իր շատ հայտնի ստեղծագործություններից մեկը, 3 արմավենին, այս սիմֆոնիկ պատկերի մեջ կա մի տեսարան։ Դա ըստ Լերմոնտովի համանուն բանաստեղծության հիման վրա է։ Կա մի տեսարան, երբ քարավանը, ուխտերը մտնում են անապատ։ Եվ անապատի մուտքը ազդարարելու համար կոմպոզիտորը մտահղանում է ստեղծել մի գործիք, որի ձայնը կհիշեցնի մարդկանց քարավանի ուխտերի վզից կախված զանգակների ձայնը։ Եվ ինչ է անում։ Սիմֆերոպոլցի մի վարպետի առաջարկում է ստեղծել մի շատ հետաքրքիր գործիք։ Իր կաշվե գոտու վրա տեղադրվում է 12 բրոնզե զանգակ, իսկ զանգակների մեջ երկաթյա մետաղե փոքրիկ այդպես գնդիկներ են։ Եվ երբ որ դա թափահարում ես, այդպիսի տպավորություն է, որ քարավանի այդ կենթանիների վզից կախված այդ զանգակների ձայնն է գալիս։ Հիմա այս գործիքը պահվում է մեր թանգարանում եւ աշխարհում միակն է։ Երբ որ առաջի անգամ այս ստեղծագործությունը հնչում է Սանկտ Պետերբուրգյան մեծ բեմում, ներկա է լինում կոմպոզիտորի ուսուցիչը։ Երևի ովքեր ունեն երաժշտական կրթություն, նրա մասին լսած կլինեն։ Ռիմսկի-Կորսակով, լսել եք։ Ահա, շատ լավ, հրաշալի է։ Նա եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի ուսուցիչը կոմպոզիցիայի։ Եվ երբ որ նա լսում է, ասում է, շատ հետաքրքիր էր այս գործիքը եւ անունը դնում է Սպենդիարաֆոն։ Մենք տեսնում ենք արմատը, կոմպոզիտորի անվան Սպենդիարյան, անվան Սպենդիար եւ ֆոն, որ նշանակում է գործիք, սաքսոֆոն, գիտեք։ Միանում է իրար եւ դառնում է Սպենդիարանաֆոն։ Ես այդ կրկնօրինակը ինձ հետ բերել եմ, բայց ինձ օգնականներ են պետք։ Ուրեմն ես այսօր այս հրաշալի թիմի տնօրենն եմ եւ մենք միասին մեկ ցուցանմուշի պատմություն ենք ներկայացնելու մեր լսարանին։
ուսումնասիրման փուլը անցել ենք, հետազոտել ենք, գրանցել ենք, տվել ենք գլխավոր ֆոնդապահին, ավանդապահին, ամեն ինչ արված է, նմուշը արդեն պետական գրանցում ունի եւ մենք այն պետք է ներկայացնենք հասարակությանը։ Առաջին հերթին մեզ պետք են լինելու, իհարկե այս աշխատանքը անում են գիտ աշխատողները նկարիչ ձևավորողների հետ, որովհետև գիտ աշխատողները տալիս են այն գիտական եզրակացությունը եւ տեղեկատվությունը, որոնք կազմել են հենց այս ցուցանմուշի մասին, իսկ նկարիչ ձևավորողները արդեն տալիս են, թե ինչպիսի լուծումով մենք պետք է մեր հասարակությանը դա ներկայացնենք։ Հիմա խնդրում եմ սպենդիարաֆոն գործիքը, այո։ Շնորհակալություն, շնորհակալ։ Նախ ձեզ ասեմ, որ ընդհանրապես թանգարանային առարկաները, նրանց եթե պետք է շոշափել, իսկ դա անում են միայն աշխատակիցները, դա արվում է ձեռնոցների միջոցով, անպայման, որ հատկապես այն նյութերը, որոնք թղթե հիմքով են, նոտաներ, գրքեր, ձեռագրեր, նամակներ, առանց ձեռնոցի չի կարելի կպնել, թպնալ նրանց։ Մենք քանի որ սա մեր կրկնօրինակն է գործիքի, իսկ ովքեր մեր թանգարանում եղել են, տեսել են, որ հատուկ ցուցադրությամբ այն ցուցադրվում է, մենք ունենք այս գործիքի փոքր կրկնօրինակը, նա շատ ավելի մեծ է եւ պատկերացնում եք ինչքան այդպես խորհրդավոր։ Ես սա կհանձնեմ նկարիչ ձևավորողներին։ Դու մանեն, հրաշալի է։ Խնդրում եմ, ինչպես կարող եք սա ցուցադրել մեր հասարակությանը, որ բոլորի համար մատչելի լինի, որ գեղեցիկ լինի եւ գեղագիտական լինի։ Ես ձեզ օգնելու համար, տեսեք, բերել եմ այսպիսի կախիչ, իսկ դպրոցը մեզ տակդիրը արդեն տրամադրել է։ Այսօր ներկայացնելու եմ ես եւ Մանեն լինելու ենք նկարիչ դիզայներ, ձևավորողներ։ Ես հիմա կներկայացնեմ, սա այսպես ասած վզնոց է ուղտերի համար, սա կապում էին ուղտերի վզին, որպեսզի նրանք շարժվեն եւ ձայն գա, սա կրկնօրինակն է, բնօրինակն է, իսկ կրկնօրինակն է, իսկ օրիգինալը գտնվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Առանց անվանի։ Հա, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում, հրաշալի է։ Եվ ինչպես է կոչվում գործիքը։ Չէ, Սպենդիարաֆոն։ Սպենդիարյան եւ ֆոն, որպես գործիք միանում է, դառնում է Սպենդիարաֆոն։ Աշխարհում ոչ միտեղ չեք լսի այս գործիքի մասին։ Միայն Հայաստանում, միայն Երևանում, միայն Նալբանդյան 21-ում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում։ Հիմա դուք ինձ ասեք, մենք սա դրել ենք, որևիցե մեկը եկավ եւ տեսավ, էքսկուրսավար չկա, որ իրեն պատմի դրա մասին, ինչ է պետք անել իր հետ։ Պետք է կողքին որևէ նմուշ դրվի, որ գրված լինի, QR կոդ լինի, որպեսզի մարդիկ հեռախոսում։ Ուրեմն, ես ավելի պարզ ասեմ, պետք է լինի տեղեկատվական, հա, բացատրագիր, սա կոչվում է բացատրագիր։ Բացատրագրի վրա գրվում է ամենակարևոր տեղեկությունը, որտեղ եթե ամբողջ տեղեկությունը գրենք, դա շատ տեղ կզբաղացնի, հա, եւ դրա համար գրվում է ամենից կարևոր տեղեկությունը, որն է անվանումը, ստեղծման տարեթիվը, եւ եթե կա շատ յուրահատուկ մի բան, որ պետք է գրվի, գրվում է այստեղ, օրինակ Սպենդիարաֆոնի պարագայում շատ յուրահատուկ է, կոմպոզիտորի գոտուց եւ 12 բրոնզե զանգակներից։ Կառուցվածքը, հա, որպեսզի սա էլ արժեք է, չէ՞։ Հիմա ես առաջարկում եմ այն ինչի մասին ասացիք, խնդրում եմ գրեք այստեղ, թվականը ես ձեզ արդեն ասել եմ, անվանումը ասենք, գիտենք, Սպենդիարաֆոն մեծատառով, ստեղծման թվականը 1905 թվական, խնդրում եմ բացատրագիրը գրեք եւ կորոշենք միասին որտեղ ենք փակցնելու։ Խնդրեմ։ Դուք մինչև անեք, մենք հիմա Սամվելի հետ շատ կարևոր գործ ենք անելու։ Դուք 21-րդ դարի սերունդ եք։ Եկեք մի հատ այսպես պատկերացնենք, գնացել եք թանգարան, նյութը դրված է, բացատրագիրը գրված է, շատ կարճ տեղեկություն, ստեղծվել է այսինչ թվականին անվանումը սա է։ Դուք որպես 21-րդ դարի սերունդ, ինչ եք կարծում, օրինակ ով ինչ լուծում կտար, որպեսզի իրեն համար մատչելի լիներ այդ թանգարանային արժեքի հետ հաղորդակցվել։
քանի որ ներկայումս 21-րդ դարում թանգարաններ այցելելիս տեսնում ենք ինչ-որ շատ կարևոր արժեք ունեցող իրի կողքը պարտադիր նկատում ենք QR կոդեր, այդ QR կոդերը բացում ենք հեռախոսի միջոցով եւ տեսնում շատ հասանելի մատչելի ինֆորմացիա տվյալ նյութի տվյալ իրի մասին։ Հրաշալի է, շնորհակալություն։ Ես պատրաստված եմ եկել, որպեսզի այստեղ չստեղծեին QR կոդը։ Ես բերել եմ եւ Սամվելը ինչ է անելու։ Սամվելը սա որևիցե տեղ կփակցնի եւ իր հեռախոսով կմտնի եւ այդ ինֆորմացիան կփոխանցի ձեզ։ Եկեք միասին որոշենք, ընդհանրապես QR կոդերը կպցնում են այն վայրում, որը հասանելի է յուրաքանչյուր մարդու համար, հասակի առումով, ձեռքը հասնելու առումով։ Եկեք դիմացը, այ դիմացից, այո, դիմացից եւ տեղ թողեք բացատրագրի համար, խնդրում եմ։ Այստեղ տեսաֆիլմ է եւ այն հատվածն է, որտեղ օգտագործվել է այդ գործիքը։ Սա բնօրինակ գործիքի ձայնն է։ Հիմա մենք սպասում ենք գիտաշխատողներին, ովքեր պետք է այդ տեղեկատվությունը գրեն եւ փակցնեն մեր պայմանական ցուցափեղկում, պատրաստ է աղջիկներ։ Սպենդիարաֆոն ստեղծվել է 1905 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի կաշվե գոտուց եւ 12 բրոնզե զանգակներից։ Այն գրավել է շատերի ուշադրությունը։ Հրաշալի է սա նրանց տպավորությունն է։ Եթե թողնեինք հավանաբար աղջիկները շատ ավելի լավ բաներ պետք է գրեին, բայց կարևոր տեղեկությունը, որ պետք է փոխանցենք այցելուին, դա վերևի տողն է։ Գործիքը ստեղծման տարեթիվը, եթե գիտենք վարպետը ով է ստեղծել, նրա անունն էլ է պարտադիր գրվում, հա, այս կարճ տեղեկությունը, որ ունեն յուրաքանչյուր թանգարանների թանգարանային առարկաներ։ Խնդրում եմ սա էլ փակցրեք, մնացածը կարող եք նստել, երկու հոգի փակցնեն, մնացածը նստեն։ Ես այսքանով ուզում եմ ավարտեմ մեր այսօրվա այդպես այցելությունը վիրտուալ թանգարան, երկու խոսքով էլ ուզում եմ ներկայացնեմ մեր թանգարանը եւ այնուհետեւ անցնում ենք հարց ու պատասխանին։ Համաձայն եք։ Շատ լավ։ Ալեքսանդր Սպենդիանի տուն թանգարանը Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է։ Հուշային երաժշտական ինչու, որովհետև առաջինն էր Ալեքսանդր Սպենդիարյանը որպես երաժիշտ, որին նվիրել են, որի համար ստեղծել են թանգարան։ Իսկ թանգարանը ստեղծվել է այն տանը, որտեղ կյանքի վերջին 2 տարիներին ապրել է կոմպոզիտորը, առհասարակ։ Նա Հայաստանում ապրել է ընդամենը 4 տարի, որից 2 տարին ապրել է այս տանը։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք հիշեք, որ ովքեր գիտեն Սպենդիարյանին, շատ լավ է, իսկ ովքեր չգիտեն, թող իմանան, որ մի մարդ, մի երաժիշտ, ով իր ամբողջ կյանքը ապրել է արտասահմանում, Ռուսաստանում, այսինքն հայրենիքի սահմաններից դուրս, ծնվել, մեծացել, կրթություն ստացել այլ երկրներում, իր հասուն տարիքում գրավել համաշխարհային բեմեր, ղեկավարել համաշխարհային նվագախմբեր, երբ որ ստեղծվեց 20-ական թվականներին Հայաստանի առաջին պետությունը, Հայաստան պետությունը, նա եկավ Հայաստանի կառավարության հրավերով, նա եկավ Հայաստան եւ իր ամբողջ շքեղ կյանքը թողեց, եկավ այստեղ ղեկավարելու Հայաստանի մշակութային կյանքը։ Հայաստան եկավ 1924 թվականին եւ Սպենդիարյանի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք Հայաստանում սիմֆոնիկ նվագախումբ, Սպենդիարյանի շնորհիվ է, որ մենք ունենք կոմպոզիտորական դպրոց, իհարկե ես չեմ ուզում այդ ահռելի աշխատանքը միայն վերագրել մեծ կոմպոզիտորին,
Բայց պիտի ասեմ, որ նա այն շարքերում էր, այն մարդկանց շարքերում էր, այն երաժիշտների, որոնք լծվել էին այս կարևոր գործը իրականացնելու, եւ ամենակարևոր գործերից մեկն էլ, որ արեց Սպենդիարյանը, Հայաստան բերեց սիմֆոնիկ համերգների մշակույթը։ Նա առաջինն էր, որ Հայաստանում կազմակերպեց սիմֆոնիկ համերգ։ Կոնսերվատորիայի 18-19 հոգուց բաղկացած ուսանողներ եւ ուսուցիչներ նվագախումբը բեմ հանեց առաջին անգամ 1924 թվականի դեկտեմբերի 10-ին, դեռ նա 1 ամիս ու կես էր, որ Հայաստան էր եկել, շատ կարճ ժամանակահատվածում եւ առաջին համերգը կազմակերպեց։ Դրանից հետո իհարկե շատ համերգներ կազմակերպեցին։ Եվ պիտի ասել, որ Սպենդիարյանը այն արվեստագետն էր, որ համաշխարհային բեմեր էր գրավել, բայց իր համար իր նորաստեղծ պետությունը, իր նորաստեղծ փոքր երկիրը, որ դեռ Երևանը հողեղեն քաղաք էր, իր համար արքայություն ու թագավորություն էր երևում, որովհետև նա եկել էր ծառայելու իր ժողովրդին եւ իրականացրել էր իր վաղեմի երազանքը՝ գալ իր հայրենի երկիր։ Եվ ցավոք սրտի շատ կարճ ապրեց Հայաստանում եւ մահացավ 1928 թվականի մայիսի 7-ին։ Իհարկե հայ ժողովուրդը, Հայաստան պետությունը շատ բարձր գնահատեց կոմպոզիտորի ավանդը եւ պատահական չէ, որ այսօր Հայաստանի միակ Երևանի օպերային թատրոնը կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը, օպերայի դիմաց վեր է խոյանում Սպենդիարյանի արձանը եւ մեր Հովհաննես Թումանյանի մեծ բանաստեղծի արձանը եւ գիտեք ինչու, որովհետեւ առաջի անգամ օպերան բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի Ալմաստ օպերայով, որի լիբրետոն պատմական հիմքը Հովհաննես Թումանյանի Թմկաբերդի առումը պոեմն է, օպերան գրվել է պոեմի հիման վրա եւ նրա անունով փողոց կա, նրա անունով Երևանի առաջին երաժշտական դպրոցն է եւ իհարկե նրա անունով Հայաստանում, Երևանում առաջի երաժշտական հուշային թանգարանը, որը գործում է շատ ակտիվ եւ ձեր նման հրաշալի դպրոցականների հյուրընկալում է գրեթե ամեն օր։ Մի քիչ կպատմեք, որ խնդրեմ մի քիչ կպատմեք ձեր անցած կյանքի մասին, ուղու մասին, եթե դժվար չի։ Շնորհակալություն։ Հիմա դուք մտածեցիք, որ ես այսքան ներկայացրեցի թանգարանագիտությունը, ես ունեմ թանգարանագետի մասնագիտություն։ Բայց իմ մասնագիտությունը, ես սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը, երաժիշտ եմ մասնագիտությամբ, բայց ճանապարհները, ուղիները ինձ բերել են դեպի թանգարան։ Գիտեք, երաժիշտի համար շատ հեշտ է երաժիշտ մարդու թանգարան ղեկավարել, այսինքն Ալեքսանդր Սպենդիարյանը երաժիշտ կոմպոզիտոր է, ես էլ մասնագիտությունս կոմպոզիտորական է, եւ ինձ համար այնքան հեշտ էր այդ ստեղծագործական կյանքի մեջ մտնելը, որովհետեւ մինչ այդ ես անկեղծ ասած տարբեր այդպես ցանկություններ ունեի, ուզում էի այսինքն հայոց լեզվի հայ գրականություն էի շատ սիրում, ուզում էի ուսուցչուհի դառնայի, հետո փոխվեց, մի խոսքով իմ վերջին մասնագիտությունը դա կոմպոզիտոր դառնալն էր, եւ պիտի ասեմ, ես ծնունդով սպիտակցի եմ, սպիտակ քաղաքից եմ, եւ այդպես շատ մեծ ճանապարհ եմ անցել, բավական մեծ ճանապարհ եմ անցել։ Սպիտակի երկրաշարժից հետո ես իմ բուժման ապակինումս անցկացրեցի Կանադայում եւ Կանադայից վերադառնալուց հետո ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, դեռ կոնսերվատորիան չէի ավարտել, որ ինձ առաջարկեցին դառնալ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն։ Պիտի ասեմ, որ իմ մանկության երազանքը չի եղել թանգարանի տնօրեն դառնալը, բայց հավանաբար մարդիկ, ովքեր ղեկավարում էին եւ այդ աշխարհի մարդիկ էին, արվեստագետներ, հավանաբար իմ մեջ տեսան այդ ուժը, այդ կարողությունը, որ ես կարող եմ այդ թանգարանը ղեկավարել եւ ես դարձա թանգարանի տնօրեն, բայց հետագայում շատ վերապատրաստումներ անցա։ Ես վերապատրաստվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Բոստոն քաղաքում, թանգարանային մասնագետ, հա, եւ շատ վերապատրաստումներ եմ անցել, որովհետեւ թանգարանի մասնագետը տարիներ է պետք, որ դու դառնաս թանգարանի լավ մասնագետ։
Այդ մի վայրկյանվան մեջ, որ ես ձեզ ներկայացրեցի, այդ ամբողջ գործընթացները, դրանք տարիների ընթացքում կարող ես սովորել։ Իսկ իմ մասնագիտությունը կոմպոզիտոր լինելը ինձ միայն օգնեց թանգարանի ստեղծագործական կյանքը ակտիվ պահելու։ Իսկ ինչպես որոշեցիք ընտրել հենց ձեր իսկ մասնագիտությունը։ Դա մի այդպես շատ բարդ ճանապարհի որոշում էր։ Ես ձեզ արդեն ասացի, որ ես սպիտակից եմ, եւ ցավոք սրտի ես երկրաշարժի ընթացքում ունեցա կորուստ այդպես։ Եվ երբ որ ես բուժումներից վերադարձա Կանադայից, ես դրանից առաջ էլ երաժշտական դպրոց գնում էի, էստրադային երգեր էի գրում, այդպես շատ ակտիվ, բայց չէի մտածում, որ ես կարող եմ դառնալ կոմպոզիտոր։ Արդեն ասացի, սիրում էի հայոց լեզվի, հայ գրականություն։ Բայց կյանքը ինձ բերեց մի այնպիսի փուլի մեջ, որտեղ ես հասկացա, որ երաժշտությունը ինձ օգնեց հաղթահարելու կյանքի այն դժվարությունները, որոնք հենց այդ պահին ծառացած էին իմ առջև։ Եվ ես որոշեցի դառնալ կոմպոզիտոր։ Որ խնդրեմ կպատմեք, թե ինչպես եք այս պատասխանատու գործը, այս պատասխանատու գործին համապատասխան աշխատողներ կարողանում գտնել, որոնք կարող են այս գործը վերցնել իրենց ուսերին։ Ինչպես ենք ընտրում մասնագետներին։ Ամենաբարդ հարցն է մեր ժամանակներում, սիրելի աշակերտներ, դուք մի օր գուցե, չգիտեմ, ձեզանից որոշներին կտանի թանգարան, շատ բարդ է այնքանով, որ մենք չենք կարող միայն մասնագիտորեն, ասենք օրինակի համար, դուք անգլերենի մասնագետ եք, կրթություն եք ստացել, հա, եւ ուզում եք մեր թանգարանում աշխատեք որպես անգլերեն էքսկուրսավար։ Բավարար չէ, որ դուք միայն ստացել եք անգլերեն մասնագիտությունը, հա, մասնագետ դառնալու կրթությունը ստացել եք, դա միայն բավարար չէ։ Մենք պետք է նայենք ձեր ինտելեկտուալ ամբողջ դաշտը, որքանով եք օրինակ դուք մոտիկ դասական երաժշտությանը։ Սա առաջին բանն է, որ մենք անում ենք։ Այն մարդը, ով մտնում է թանգարան, Սպենդիանի տուն թանգարան աշխատելու, առաջին բանը նա պետք է երաժշտություն սիրի, նա պետք է դասական երաժշտությանը մոտ լինի։ Սա առաջի պայմանն է։ Հետո նոր արդեն տեսնում ենք, թե դուք որքանով եք մասնագիտացել, ինչ գիտելիքներ ունեք, ինչպես է ձեր խոսքի կուլտուրան, եւ այսպիսով իհարկե ամենակարևոր բանը, ես ձեզ ասեմ, շատ կարևոր մի բան, որ թանգարան մտնող մարդը, աշխատակիցը պետք է ժպիտ ունենա։ Միշտ, որովհետև մեր հասարակությունը սիրում է, որ իրեն դիմավորում են ժպտալով։ Ճիշտ եմ, իսկ ձեր ժպիտը շատ սիրուն է։ Մի քանի տարի հետո դուք կարող եք գալ մեր թանգարանում աշխատեք։ Շնորհակալություն։ Մենք այսօր մասնակցեցինք Քո արվեստը դպրոցում ծրագրին։ Շնորհակալություն ենք հայտնում երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ին այս գեղեցիկ միջոցառման իրականացման համար, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը այն աջակցելու համար։ Անչափ շնորհակալ ենք Մարինե Օթարյանին թանգարանագիտության գիտելիքներ փոխանցելու համար մեզ։ Այս հանդիպումը մեզ հնարավորություն տվեց եւս մեկ անգամ կողմնորոշվելու մեր մասնագիտության մեջ։ Ես շնորհակալություն եմ հայտնում Մարինե Օթարյանին մեզ այսպիսի գիտելիքներ տալու համար։ Այս միջոցառումը մեզ օգնեց մեկ անգամ եւս կողմնորոշվել մեր մասնագիտության հարցում, իմանալ թե ինչ գիտելիքներ են հարկավոր տուն թանգարաններում աշխատելու համար։ Ինձ սկզբում թվում էր, որ սա շատ խիստ եւ բարդ աշխատանք է։ Ճիշտ է, ինձ հիմա էլ է այդպես թվում, որ սա շատ պատասխանատու աշխատանք է, բայց միևնույն է, իմ կարծիքով մեր դպրոցից ցանկացողներ կլինեն, որ ընդունեն այս մասնագիտությունը։ Մարզաբնակ երեխաների համար շատ կարևոր է մասնակցել նման մշակութային գեղեցիկ ծրագրերի։ Շնորհակալ ենք այն գիտելիքների համար, որը այսօր մեզ հանձնեց Մարինե Օթարյանը։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Մարինե Օթարյանին մեզ այսպիսի գիտելիքներ հաղորդելու համար։ Գույներ, թե սև ու սպիտակ։
Գույներ, բայց սևուսպիտակ էլ։ Բոլորը։ Լուսաբաց թե մայրամուտ։ Լուսաբաց։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն թե պլանավորում։ Պլանավորում։ Աշխատելիս լռություն թե երաժշտություն։ Միշտ լռություն։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Հատկապես վերջին տարիներին իմ սեղանին միշտ կա Ալեքսանդր Սպենդիարյան պատկերագիրքը, ինքը մի այդպես հանրագիտարանի նման մի բան է եւ այնքան է թերթվե արդեն վերջին տարիներին թերթերը նույնիսկ փոխվել են։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Երևի Լայզա Մինելի, որովհետեւ ինձ շատ են ասում, որ դու Լայզա Մինելի նման ես։ Հանդիպեի տեսնեի արդյոք բնավորությամբ էլ իրար նման եք։ Արվեստն ավելի շատ զգացողություն է թե միտք։ Երկուսի ներդաշնակություն։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Աշխարհը իր ձևով ընկալելը։ Ինչ կանեիք, եթե արվեստով չզբաղվեիք։ Կուզեի դառնալ, այսինքն ընտրել դիվանագիտություն կամ հոգեբանություն։ Ինչն է ավելի կարևոր՝ ձևը թե բովանդակությունը։ Առաջին հերթին բովանդակություն, հետո ձևը ծնվում է բովանդակությունից։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել թե լռել։ Լռելը միշտ դժվար է, ճիշտ խոսելն է դժվար նաև։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Գերագույն պատասխանատվություն։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Ինչ որ անում ես արա մինչև վերջ, եթե նույնիսկ արածդ խենթություն է։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Որ բոլորը ժպտային։